Ես Յոհան Լեպսիուսն եմ, գերմանացի միսիոներ, որի ճակատագիրն ու հավատքը նրան տարան հայ ժողովրդի մոտ 1894-1896 թվականների արյունալի իրադարձությունների ժամանակ։ Ես ճանապարհորդեցի Փոքր Ասիայով մեկ, հավաքելով կոտորածների մասին ապացույցներ և դրանք հաղորդելով Եվրոպային, քանի որ չէի կարող լռել, ականատես լինելով անմեղների տառապանքներին։ Իմ «Հայաստանը և Եվրոպան» գիրքը, որը թարգմանվել էր մի քանի լեզուներով, դարձավ այս հանցագործությունների առաջին մանրամասն դատապարտումը։ Երբ 1915 թվականին սկսվեցին զանգվածային բնաջնջումները, ես վերադարձա Կոստանդնուպոլիս, ապահովեցի հանդիպում սպանությունների կազմակերպիչներից մեկի հետ և պահանջեցի դադարեցնել տեղահանությունները։ Վերադառնալուց հետո ես գաղտնի հրապարակեցի հայ ժողովրդի վիճակի մասին հաղորդագրությունը, աշխարհին ներկայացնելով փաստաթղթեր, որոնք անհերքելիորեն ապացուցում էին արևմտահայ բնակչության բնաջնջման նախապես մշակված ծրագիրը։ Ես ելույթ ունեցա գերմանական խորհրդարանում, բայց իմ ելույթը ճնշվեց ռազմական գրաքննության կողմից։ Այսօր ես ձեզ նայում եմ մյուս աշխարհից և տեսնում եմ, թե ինչպես եք մոռանում այն սարսափները, որոնք ես, գերմանացի աստվածաբանս, վտանգի ենթարկեցի իմ կյանքը աշխարհ բերելու համար։ Ձեր իշխանությունները զոհերի հիշատակը խոչընդոտ են համարում և կրթությունը գերադասում են ճշմարտությունից։ Ինձ ցավ է պատճառում, որ շատ հայեր, հատկապես երիտասարդներ, այլևս ոչինչ չեն ուզում իմանալ այս ողբերգության մասին։ Ես ձեզ հետ էի, երբ աշխարհը մեջք շրջեց, և հիմա պնդում եմ. ցեղասպանությունը մոռանալը նշանակում է դավաճանել իմ պայքարին և ձեր ժողովրդի հանդեպ իմ սիրուն։